Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Իդեպ նախորդին առաջին լրատվականի հետ զրույցում պրոֆեսոր Եվրոպական համալսարանի դասախոս Գյորգի Մչեդաշվիլին անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող ընտրություններին նշել էր, որ Վրաստանի ընդդիմությունը ռազմավարական սխալներ է գործում, իշխանափոխության բավարար ռեսուրս չունի։ Я считаю, что была стратегическая ошибка допущена бойкотированием выборов. Да, большинство оппозиции его бойкотировали, только несколько оппозиционных партий согласились там участвовать. Понимаете что? Это был хороший шанс, потому что прошлый год показал, что Тбилиси, Батуми, несколько крупных городов, несмотря на использование административного ресурса, вот весь этот банки бизнес, все эти карусели, несмотря на этот ресурс, оппозиция все равно, объединенная оппозиция победила. 4 оппозиционных партии вместе. И, разумеется, мы не говорим один на один, ну, пока что так получается, что грузинская мечта всех кладет на лопатки. Но 4 оппозиционных партии, которых была попытка объединения, они выступали так или иначе единым фронтом, они в Тбилиси получили 52-51%, а грузинская мечта где-то 44-45%. Вот только в Тбилиси приблизительно такая же картина в Батуми и в нескольких других крупных городах. Вот так вот, был шанс, что был уже опыт, был, так сказать, уже вещественное доказательство, то, что даже административный ресурс не поможет, если выставить объединенного кандидата от оппозиции, победить. То есть оппозиция может перетянуть и хотя бы частично ослабить эту хватку грузинской мечты на все и вся в Грузии. Вот почему-то эта стратегия была отвергнута. По нескольким причинам. Скорее всего, ну опять же, не то скорее всего, так сказать, похоже на то, что вот, судя по дискуссиям, так сказать, по теледебатам, не удалось найти одного подходящего кандидата, который бы всех удовлетворял, который бы не оттянул голоса. Փազ բլու բարբերականի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարանի Բադալյանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Հարցին կլինեն արդյոք բանակցությունները Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ Բադալյանը պատասխանել է. Այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն նաև կլուծի մարդասիրական խնդիրները։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ եւ մենք քննարկում ենք այդ թեման առաջին հերթին Ադրբեջանի հետ եւ մենք դրական լուծումներ ենք փնտրում։ Կան այն անհայտ կորածների հետ կապված խնդիրներ։ Այս մարդասիրական խնդիրները ընդհանուր պատկերի մաս են եւ անշուշտ կարող են նպաստել այն խաղաղության ամրապնդմանը, որը մենք հաստատել ենք։ Հարցին որոշ ադրբեջանցի պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար Հայաստանի սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Արդյոք սա քննարկվում է։ Բադալյանը պատասխանել է, որ խաղաղության ամրագրումը սահմանադրության մասին ամրագրման պայմանագրում խաղաղության պայմանագրում սահմանադրության փոփոխության մասին ոչինչ չի ասվում։ Մեր դիրքորոշումը սկզբից իսկ շատ պարզ է եղել Հայաստանի սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա։ Խաղաղության պայմանագիրը ճանաչում է երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Մեզ համար սա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմք է։ Միևնույն ժամանակ դուք կարող եք տեղյակ լինել, որ իշխող կուսակցությունը, որը 18 թվականից ի վեր իշխանության գլուխ է Հայաստանում, հայտարարել է սահմանադրության փոփոխության մասին, ուստի հավանաբար կլինի նոր սահմանադրություն, բայց սա ներքին հարց է։ Նոր սահմանադրության օգտին քվեարկելու են Հայաստանի ժողովուրդն ու քաղաքացիները։ Հիշեցնենք, որ վերջերս էլ Բաքվում էր ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը։ Հարցին ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում արդյոք բարձրացրել է հայ գերիների վերադարձի հարցը, ազգային անվտանգության ծառայությունից ոչ հերքել էին, ոչ էլ հաստատել ըստ մամուլի հրապարակումների Բաքվում ազգային անվտանգության ծառայության տնօրենը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 ռազմագերիների ցուցակ, որոնց հայկական կողմն ուզել է վերադարձնել հայրենիք երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակում։ Ցուցակում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը սակայն չկա։ Եվ այս պահին զրուցելու է միջազգային իրավագետ Արա Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։
Բարև շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես պարոն Ղազարյան, ինչպես եք գնահատում Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հարցազրույցում հայ ռազմագերիների վերաբերյալ այն դրույթը, որ փաստորեն երկու երկրները միմյանց հետ անմիջապես, երկու երկրները առանց միջնորդի բանակցում են այդ թեմայի շուրջ, հնարավոր է արդյոք հասնել ուրեմն հաջողության երկկողմ բանակցությունների արդյունքում, հաշվի առնելով նաև այն, որ վերջերս Բաքվում էր գտնվում ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ ըստ մամուլի հրապարակումների 10 ուրեմն ռազմագերու ցուցակ է տրվել ադրբեջանական կողմին հայրենիք վերադարձնելու համար, բայց այնտեղ չկան Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անունները, համեցեք։ Դե ամենայն հավանականությամբ խոսքը գնում է արդեն դատապարտված անձանց մասին, առաջին հերթին, որովհետև ըստ երևույթին Ադրբեջանը այն նպատակին, որ ձգտում էր, այդ դատապարտումներով արդեն հասել է, այսինքն իրանք իրականում անձինք են, որոնց Ադրբեջանը մեղադրել է ռազմական հանցագործների կատարման մեջ եւ ստացել է ինչ-ինչ դատական ակտեր, որոնք փորձի օգտագործել հետագայում Հայաստանի դեմ եւ ամենակարևորը այդ անձանց վերադարձնելու իրավական մեխանիզմ կա, թեկուզ երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց կան շրջանակային կոնվենցիաներ, Մինսկի կոնվենցիան եւ Եվրոպական կոնվենցիան հանձնման վերաբերյալ, որը թույլատրում է դա ընդհանրապես միջազգային իրավունքի նաև կարևոր սկզբունք է, որ դատապարտված անձը ցանկալի է, որ իր պատիժը կրի իր հայրենիքում։ Այս կոնցեպտի հիման վրա այն 10 անձինք դատապարտված անձինք են, այդ կոնցեպտի հիման վրա, որ լավ կլինի, որ նրանք իրենց պատիժը կրեն Հայաստանի Հանրապետությունում, այդ հիմքով այո, կարող են արտահանձնվել Հայաստանին։ Հիմա չգիտեմ, Ադրբեջանը երաշխիքներ կպահանջի, թե ոչ Հայաստանից, որ հանձնելու դեպքում նրանք ազատ չարձակվեն, այլ շարունակեն իրենց պատիժը կրել Հայաստանում, թե ոչ։ Այսինքն դա մոտավորապես հակակշիռներ Գուրգեն Մարքյանի հետ կապված ադրբեջանցու դատապարտմանը, որին Հունգարիան հանձնեց պայմանով, որ պատիժը կրի այդ անձը Ադրբեջանում, բայց նա ազատ արձակվեց։ Մի խոսքով միջազգային իրավունքում կոնկրետ իրավական հիմքեր կան դատապարտված անձանց Հայաստան հանձնելու վերաբերյալ։ Եվ երևի հենց այդ իրավական գործիքից էլ Հայաստանը ուզում է օգտվել եւ երևի դրա շուրջ էլ հենց այսօր քննարկումները, չեմ ասում բանակցություններ, քննարկումները ընթանում են։ Պարոն Ղազարյան, միջազգային իրավունքի այդ ընձեռած գործիքները այս տևական ժամանակ ըստ էության դեռևս չեն կարողացել կենսունակ լինել այն առումով, որ գոնե մեկ հոգի չի վերադարձել Հայաստան վերջին 1 տարվա ընթացքում։ Դե մինչև հիմա բոլորը, ովքեր վերադարձել են, սկսած 20 թվականի դեկտեմբերից, դրանք իրավական գործընթացների շրջանակում չեն վերադարձել։ Դրանք վերադարձել են քաղաքական բանակցությունների արդյունքում Ռուսաստանի միջնորդությամբ։ Դրանք բոլորին մեկականատես են եղել։ Բայց հիմա եթե իսկապես Ռուսաստանը որպես երրորդ կողմ չկա, եւ եթե մենք իսկապես խոսում ենք արդեն դատապարտված անձանց մասին, ապա իրավական գործիք այս երկու պետությունները ունեն։ Այլ բան է, թե այդ իրավական գործընթացում Ադրբեջանը քաղաքական պահանջներ առաջ քաշում է, թե ոչ, մենք տեղյակ չենք։ Այո, պարոն Ղազարյան, շարունակեք, խնդրեմ։ Այսքանը։ Պարոն Ղազարյան, տեսեք, ուզում եմ մեջբերել Անի Բադալյանին, արդյոք ռազմագերիների հարցը առհասարակ քննարկվում է, նա նշանակում է, բնապատասխանում է, որ մենք քննարկում ենք այս թեման առաջին հերթին Ադրբեջանի հետ եւ մենք դրական լուծումներ ենք փնտրում, կան նաեւ անհետ կորածների հետ կապված հարցեր։ Հիմա, երբ դուք միջազգային իրավունքի տեսակետից եք դիտարկում հարցը, արդյոք երկկողմ հարաբերություններում, երկկողմ բանակցություններում անպայման այդ իրավական ուրեմն մեխանիզմներն են քննարկվում, թե այսպես որոշակի պայմանավորվածությունների արդյունքում նրանց Հայաստան վերադարձը։ Ավելի շատ քաղաքական, ոչ իրավական։ Այո, միջև Ադրբեջանը ավելի շատ քաղաքական պահանջներ է առաջ տարել։ Նույնիսկ եվրոպական դատանի վարույթներում, կոնկրետ անհատական գործերում, որոնցում ես էի ներգրավված, մաքուր իրավական առաջ քաշած իրավական պահանջին Ադրբեջանը պատասխանում է կոնկրետ քաղաքական պահանջով։ Օրինակ մի գործ, որ ես ունեցել եմ,
մենք ասում էինք այդ անձի վերաբերյալ տվեք տեղեկություններ եւ ապահովեք այսինչ իրավունքները եւ Ադրբեջանը պատասխանում էր միջև հայկական զորքերը Արցախից դուրս չգան, մենք այդ իրավական երաշխիքները չենք տա։ Այսինքն իհարկե իրավաբանորեն դա աբսուրդ է, բայց մենք տեսնում ենք Ադրբեջանի ձեռագիրը, որ իրավական գործընթացները փորձում է օգտագործել քաղաքական նպատակով։ Իսկ եթե մենք խոսենք մաքուր իրավաբանության տեսանկյունից, արդեն իսկ ռազմագերի տերմինը օգտագործելը սխալ է։ Մենք ենք օգտագործում եթե Ադրբեջանը նույնպես ռազմագերի է համարում այդ անձանց, ապա հումանիտար իրավունքի համաձայն նրանց պետք է առանց որևէ քրեական հետապնդման ռազմական գործողությունների ավարտից շատ կարճ ժամանակ անց, մոտավորապես 1 ամսվա ընթացքում արդեն նրանց հայրենադարձեր, ինչպես արվեց օրինակ դեկտեմբերի 20 թվականին։ Բայց մենք տեսանք, որ նրանց նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, այսինքն Ադրբեջանը նրանց չի համարում ռազմագերներ, այլ համարում է հանցագործության մեջ կասկածվող անձին, ում ի վերջո դատապարտեց։ Այսինքն այստեղ նույնիսկ մի փոքր միամիտ կլինի մենք խոսենք մաքուր իրավական տերմիններով, որովհետև Ադրբեջանը ուղղակի որպես շղարշ է օգտագործում իրավական գործընթացները։ Այդուհանդերձ կրկին, եթե մենք խոսում ենք այնպիսի դատապարտված 10 անձանց մասին, ովքեր դատապարտված են, ապա իրավական սա այն միակ դեպքն է, որ իրավական մեխանիզմ կա։ Իսկ դրանից առաջ եղած դեպքերում այո նույնպես իրավական մեխանիզմ կար, բայց ռազմագերիներին հայրենադարձելու վերաբերյալ, այլ ոչ թե հանցագործություն կատարած անձին հանձնելու պահանջող պետությանը պայմանով, որպեսզի այդ անձին իրենց պատիժը շարունակեն կրել իրենց երկրում։ Ես ներկայացնում ուղղակի իրավական կոնտեքստը։ Պարզ է, որ Ադրբեջանը ձգտում է քաղաքական ինչ-որ նպատակների, բայց միևնույն է իրավական կամ կիսաիրավական ռեժիմով կարող է դրան հասնել, եթե երրորդ կողմ այստեղ միջնորդ չկա։ Պարոն Ղազարյան, նույն երբ նշում ենք, որ կա իրավական մեխանիզմ եւ սա այս առումով առանձնահատկություն այս գործերի դա է, բայց գոյություն ունի Ադրբեջան պետություն, որտեղ իրավունք գոյություն չունի, այս դեպքում ինչպես պիտի այդ իրավական մեխանիզմների կիրառմանը հասնել։ Դե այո, խոսքը ավտորիտար երկրի մասին է, բայց այդ երկիրն էլ միջազգային իրավահարաբերություններում է գործում, օրինակ վերցնենք այն, որ Եվրոխորհրդի անդամ է, եւ վերջո այդ երկրի ռեսուրսները, օրինակ կեղծ պատմույթներ, նարատիվներ պատտելու կամ Եվրոպայի խորհրդին հրամցնելու եւ այլն գնալով սպառվում են, որովհետեւ ավելի շատ մարմիններ եւ մաքուր իրավական գործընթացներում, օրինակ հիմա եթե դիմում ներկայացվի Ադրբեջանի դեմ ռասիզմի հիմքերով շատ հեշտությամբ եվրոպական դատարանը դա ընդունում է, բայց իրավիճակը այլ էր 10 տարի առաջ։ Եվ պատկերացրեք նման ընթացակարգեր կիսադատական, մոնիտորինգային ամենատարբեր մարմիններում արդեն կա հաստատված կարծիք, որ Արցախի բնակիչները ենթարկվել են էթնիկ զտման։ Բնականաբար Ադրբեջանը ինչ որտեղ պետք է ինչ-որ պահի նահանջի։ Եվ հիմա ինքը ուղղակի մանևրում է, որտեղ հնարավոր է մաքուր իրավական գործընթացներով մեղմել միջազգային հանրության ճնշումը, Ադրբեջանը դա կանի։ Բայց չեմ կարծում, որ առաջիկայում խոսքը կվերաբերի Արցախի ղեկավարությանը, ռազմաքաղաքական, որտեղ այստեղ Ադրբեջանը կոնկրետ նպատակ իր առջև դրել, որին կարող է հասնել միայն վերջնական դատական ակտով, որը Ադրբեջանը դեռ իր երկրում չի ստացել։ Հետևաբար, որպես միջանկյալ միջոց կարող է բավարարվել դեռ դատապարտված անձանց Հայաստանին հանձնելու, որտեղ այդ դատական գործընթացներից քամել է ամեն ինչ որ իրեն պետք էր։ Պարոն Ղազարյան, վերջերս նաև տեղեկատվություն հրապարակվեց, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին եւ սակայն այս միջնորդությունը թողնվել է առանց քննության, որքանով է ձեր գնահատմամբ հավաստի այս տեղեկատվությունը, որովհետեւ տեսակետներ կան, որ Ադրբեջանի հերթական մանիպուլյացիայի եւ ապա տեղեկատվության հետ գործ ունենք։ Դե բնականաբար, եթե խոսքը գնում է մի կալանավորի մասին, որը 100% զրկված է արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորությունից, մեծ վերապահումով պետք է մոտենալ ցանկացած հայտարարության, որ նման անձը անում է կամ դատարանում, կամ միջնորդների միջոցով, ասենք իր փաստաբանի միջոցով, նախկինում կարող էր հարազատների միջոցով անել, բայց
այստեղ կարմիր խաչներ օգնում այդ ճանապարհներ փակեցին, հետևաբար միջազգային հանրությունը նույնպես վստահ եմ չի հավատալու այդ դատաքննության արդյունքներին, որովհետև նվազագույն դատավարական երաշխիքները ընձեռված չեն։ Հետևաբար բնականաբար մեծ վերապահումով ենք մենք վերաբերում սովորաբար նման հայտարարություններին, փորձում ենք տողերի արանքում կարդալ, թե ինչ կնշանակեր դա, փորձում ենք որսալ Ադրբեջանի ձեռագիրը, որտեղ նախկինում, ասենք նույն եվրոպական դատարանի վարույթում Ադրբեջանը առնվազն 2 գործով բռնվել է, այսպես ասած բռնվել է կեղծ ապացույցներ ներկայացնելու վրա, որը եվրոպական դատարանը նույնպես ընդունեց, նույնիսկ երբեմն արձագանքներ ենք մենք ստանում, որ տարբեր իրավաբանական գրասենյակներ միջազգային հայտնի հրաժարվում են Ադրբեջանի շահերը ներկայացնել այս հեղինակավոր տրիբունալներում, որտեղ ըստ էության նրանք պետք է կեղծ նարատիվներ առաջ տան, իսկ փաստաբանների, այլ հեղինակավոր փաստաբանների վարքագծի նորմերը դա արգելում են եւ այլ եւ այլ։ Այսինքն ի վերջո բոլոր դատավարությունների վերաբերմունքը կլինի բացի Ադրբեջանի ներսում, դրսում մեծ վերապահում է, որովհետեւ արդար դատաքննության նվազագույն պահանջները նույնիսկ ապահովված չեն։ Դեռ ես կոնկրետ չեմ հավատում այդ հայտարարություններին։ Եթե ամփոփենք, պարոն Ղազարյան, որքան էլ խոսում ենք, արծարծում ենք այս թեման, բայց մոտ ապագայում, առաջիկայում դուք իրապես հնարավորություն տեսնում եք ազատ արձակման ռազմաքաղաքական ղեկավարության, փաստորեն ռազմագերիների դեպքում այլ իրավիճակ ունենք, ռազմաքաղաքական ղեկավարության դեպքում բոլորովին այլ։ Այո, որակապես ըստ էության տարբեր գործեր են, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացնի նկատում մաքուր քաղաքական հետապնդում է, կրկնեմ Ադրբեջանը կոնկրետ նպատակ է հետապնդել այդ դատական ակտերով ցույց տալ, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի այն մասը, որը Արցախն էր, դրանով Ադրբեջանը փորձել է հերքել ընդհանրապես Արցախի անկախության գաղափարը, որ այդ պատերազմը, որը վարել է Արցախը, փորձել է այդ դատական ակտերով ցույց տալ, որ դա ագրեսիվ պատերազմ էր, օկուպացիոն պատերազմ էր Արցախի կողմից, որը ղեկավարվում էր Հայաստանից, հետեւաբար Հայաստանը օկուպանտ երկիր է, հետեւաբար ասի գեր նպատակ իր առջև դնելով Ադրբեջանը այդքան հեշտությամբ այդ դատավարություններից չի հրաժարվելու։ Իսկ ինչ վերաբերում է մյուս զինվորների դատապարտմանը, այստեղ նույնպես այդ քաղաքական առաջադրանքը մենք տեսնում ենք, բայց քանի որ հրապարակայնություն չկար այս դատավարությունների, ամբողջական տեղեկատվություն չունենք եւ նույնիսկ եթե նրանց հանձնի Հայաստանին, ապա ինչ որ մի լեգենդ դրանով չի պայթելու, որ Ադրբեջանը կառուցել է։ Այնպես որ այո, հավանական համարում եմ կոնկրետ դատապարտված ռազմագերիների հանձնումը, բայց մոտ ապագայում ոչ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների հանձնումը Հայաստան առանց ավարտուն դատական ակտի։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ստեսություն ձեզ, շնորհակալություն։ Հաջողություն։ Զրուցում էի միջազգային իրավագետ Արա Ղազարյանի հետ։